Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ ոգեղենության, անսասան կամքի եւ ազգային միասնության խորհրդանիշն է։ Այսօրը մենք համատեղ նշում ենք 3 սրբազան տոն։ Շուշիի ազատագրման օրը հիշատակ այն փառավոր օրվա, երբ հայկական ոգին հաղթեց վախին եւ մեր քաջ որդիները, ճեղքելով թշնամու անհաղթահարելի թվացող արգելքը, վերադարձրեցին Շուշին, Արցախ աշխարհի սրտի զարկը։ Այսօր էլ այդ հաղթանակը շարունակում է խոսել մեր քաջության ու հավատքի մասին։ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, հայ ժողովրդի ինքնապաշտպանության եւ ազատ ապրելու իրավունքի մարմնացումը։ Այս բանակը ծագեց մաքրագույն նվիրումով պաշտպանելու հայրենի հողը, մեր պապերի գերեզմաններն ու սրբազան արժանապատվությունը, հաղթանակի 80-ամյակը հայրենական մեծ պատերազմում, երբ հայ զինվորը կանգնած էր ռազմի դաշտում հանուն համամարտկային արդարության եւ ազատության։ Մեր պապերը իրենց կյանքի գնով պայքարեցին ու հաղթեցին, ապացուցելով, որ հայը երբեք չի խոնարհվում բարբարոսության առաջ։ Սակայն ցավով պիտի նշենք, որ այս սուրբ տոների վաղեմի շուքը խամրեց ազգադավ ծրագրերի, ազգային շահերը ոտնահարող որոշումների եւ պատմական ժառանգությանը դավաճանող քաղաքականության հետևանքով։ Պարագլխի վարած ազգային քաղաքականությունը ծանր հարված հասցրեց մեր հոգուն ու հիշողությանը։ Բայց հայ ժողովուրդը չի ընկճվում, չպետք է հիասթափվենք։ Գալու է ժամանակը, երբ այս տոները նշելու ենք նոր իմաստով ու ավելի մեծ խանդավառությամբ, վերագտած ազատ Արցախում։ Միանշանակ այն տոնելու ենք Շուշվա Սուրբ Ղազանչեցոց վանքի բակում, Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, Ամարասում ու Գանձասարում, ազատագրված Արցախի յուրաքանչյուր անկյունում, ուր վերադառնալու է կյանքի եռուզեռը, հայ մանկանց ծիծաղն ու հերոսի սրտի զարկը։ Եռատոնը վերածվելու է վերածննդի խորհրդի, եւ այդ օրը մենք դարձյալ երգելու ենք հաղթանակի օրհներգը հպարտությամբ, միասնությամբ ու նոր հավատով։ Կեցցե մայիսյան եռատոնը, կեցցե հայրենիքի ազատությունն ու միասնությունը։ Փառք մեր հաղթանակները կերտած հերոսներին եւ հավերժ հիշատակ նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։